մենք ունենք մի վանական համալիր Շիրակի մարզում, այս ուրեմն համալիրը երկար ժամանակ մարդիկ ուղղակի չէին այցելում այդ համալիր, որովհետև ուղղակի ճանապարհ չկար այդտեղ։ Մենք կառուցեցինք ճանապարհ, այդ ամբողջ իր շրջակայքը այգու, ուրեմն վերանորոգել ենք նախորդ ծրագրով, այսպես ասած օձերի եւ այդ միջավայրը որ կար, դա վերածվել է ուրեմն այգու, վերածվել է քայլուղու, նստարաններ են տեղադրվել, DMO, այնտեղ կառուցվել է ավտոկայանատեղի եւ այլն, որպեսզի մեր վանական համալիրները, որոնք որ անտերության էին մի մասը մատնված եւ զբոսաշրջիկների համար, այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար անհասանելի էին, դառնան հայաստանցիների համար հասանելի, դառնան մեր զբոսաշրջիկների համար հասանելի եւ դառնան եւ իրապես դառնան համաշխարհային մշակույթի մաս, ոչ թե ուղղակի տենց մնան այնտեղ, ուրեմն փլուզված, քանդված, խոսքը Մարմաշեն վանական համալիրի մասին է, որտեղ հասնելու համար ինչ որ կետից երևի պետք էր վարձել ջիպեր երևի թե, բայց հիմա կարելի է անգամ հեծանիվով, ոտքով, ավտոբուսով, մարդատար մեքենայով հասնել այդտեղ, դա էլ բավարար չի, նաև կառուցել ենք ուրեմն քայլուղի, որը գետի բերանով իջնում է ներքև եւ ինչեւ գետ է իջացնում, այսինքն նաև բնության հետ, այսինքն վանական համալիրը գետին, բնությանը միավորվել է